Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեք հերթական անգամ սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի Հանրապետության հասցեին, հայտարարելով, որ այսպես կոչված տարածքային պահանջները, որոնք իբրև թե առկա են Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ, եթե չվերացվեն, ապա պատերազմի վտանգը միշտ առկա է լինելու։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր ես զրուցելու եմ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Մարգարիտ Եսայանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Եսայան։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Տիկին Եսայան, մենք տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը թե դիվանագիտական դաշտում, թե սահմանում էսկալացիա հրահրելու փորձերով շարունակաբար սրում է ընդհանուր իրավիճակը։ Ձեզ Ադրբեջանը այս փուլում ինչ խնդիր է փորձում լուծել հիմա։ Ադրբեջանի կողմից հնչող, շնորհակալ եմ հարցի համար, Ադրբեջանի կողմից հնչող այդ հայտարարությունները ամենևին նորություն չեն, որովհետև այսօր Հայաստանի իշխանության ղեկին նստած է Նիկոլ Փաշինյան անձը, որը պատրաստական, սիրահորժար, պատրաստ է իրականացնել, կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները։ Սա շատ լավ գիտակցում է Հեյդար Ալիևը եւ փորձում է ամեն կերպ, որքան հնարավոր է շուտ ստանալ մաքսիմումը, ստանալ ամենաշատը, ինչ որ հնարավոր է ստանալ Հայաստանի Հանրապետությունից։ Արցախի մասով նա արդեն ստացել է հրահրված պատերազմով 44-օրյա չարաբաստիկ պատերազմով, Արցախը վերցրել է, հիմա ինքը նույն նկրտումներ ունի նաև Հայաստանի Հանրապետության հանդեպ։ Եվ երբ որ Հայաստանի իշխանությունները նաև Ադրբեջանի կողմից հնչում են կոչեր, հայտարարություններ այն մասին, որ այսպես կոչված ճակերտավոր խաղաղության փաստաթուղթը արդեն պատրաստ է, անգամ 17 կետերում համաձայնություն կա, Ադրբեջանը հնչեցնում է երկու կարևոր պահանջ, եւս կարևոր պահանջ, գիտեք, սահմանադրության փոփոխության պարտադրանքը եւ Հայաստանի հետ համատեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։ Այս երկու պահանջները Ադրբեջանը անդադ հնչեցնում է եւ Հայաստանի կողմից չի հնչում հոդաբաշխ ոչը, հոդաբաշխ մերժումը, այդ մերժումը այդպես էլ չի հնչելու, որովհետև մեր հասարակության համար, Ադրբեջանի համար, միջազգային բոլոր ամբողջ հանրության համար այլևս պարզից էլ պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը իրականացնելու է բոլոր այն քմահաճույքները, որ ունի այսօր Ադրբեջանը։ Իսկ Ադրբեջանի ախորժակը շատ մեծ է եւ նա ստանալու է Նիկոլ Փաշինյանից այն, ինչ ինքը ուզում է, ստանալու է մինչև այն պահը, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը մնում է Հայաստանի Հանրապետության իշխանության ղեկին։ Եվ երբ որ արտգործնախարարությունը Հայաստանի այսպես կոչված, որովհետև որևէ քայլ, որ սա իրականացնում է իր քայլերը հանուն Հայաստանի Հանրապետության, այլևս չկա նրա բոլոր հայտարարությունները, նաև վերջերս Արցախի ժողովրդի, այո, վերջին հայտարարությունը Արցախի ժողովրդի մասով, որ չկա Արցախը, չկա նաև այդ ժողովրդի հանդեպ որևէ պատասխանատվություն, սա ուղղակի նոնսենս է, առհասարակ քաղաքագիտության եւ ժողովուրդների կյանքում, պետությունների կյանքում, սա նոնսենս է, այսպիսի բան չի կարող լինել, որ որևէ պետություն, որը պատասխանատու է Արցախի Հանրապետության կամ որևէ այլ երկրի պետության անվտանգության համար եւ ինքն է հրահրել այդ ժողովրդի տեղահանումը, հայրենազրկումը, սպիտակ ցեղասպանությունը, նաեւ ինչու նաեւ արյունոտ ցեղասպանությունը, հիմա հայտարարի, որ մենք որևէ պատասխանատվություն չունենք, այդ ժողովուրդը ոնց ուզում է թող իր գլուխը պահի։ Հիմա գնում է սահմանադրության փոփոխության պահանջ, չէ՞, ասում է սահմանադրությունը փոխեք, որովհետեւ իբրև թե այնտեղ տարածքային ամբողջականության սպառնալիք կա Ադրբեջանի։ Եվ Հայաստանի արտգործնախարարությունը վստահաբար առանց Նիկոլի գիտակցման կամ հրահանգով սա չի լինում, որտեղ դրանք մի թիմ են, մի կուտոկ են, որ անում են ամեն ինչ որ ուզում է Ադրբեջանը, հայտարարում են, որ հա մենք փոխելու ենք երկրի սահմանադրությունը, բայց դա Ադրբեջանի պահանջի հետ կապ չունի։ Ու երբ որ հիմա այստեղ իրենք ծպտում են, որ այո, մենք փոխելու ենք սահմանադրությունը, բայց դա Ադրբեջանի պահանջի հետ կապ չունի, այնտեղից Իլհամ Ալիևի հատուկ խորհրդականը անմիջապես արձագանքում է, որ ասում է, այո, անմիջապես ասում է մեր պահանջն է, մենք ասել ենք փոխի սահմանադրությունը եւ Հայաստանը պիտի փոխի իր սահմանադրությունը։ Հիմա գալով ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը նույնպես շատ կարևոր է, եւ ինչու է օրինակ Ալիևը ուզում, որ Հայաստանի հետ համատեղ հայտարարություն արվի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին, որովհետեւ ինքը շատ լավ հասկանում է, որ այսօր կամ վաղը կամ մոտ ապագայում Նիկոլը հավերժ չէ։ Այո, հավերժ չէ։ Երբ որ Հայաստանում կփոխվի իշխանությունը, ամեն ինչ դրվելու է սեղանին, բոլոր բանակցային փաստաթղթերը, այսօր եղած
Արցախի խնդրի կարգավորման հետ կապված եւ Հայաստան-Ադրբեջան քննարկումների կամ շփումների դաշտում դրվելու է սեղանի եւ կետ առ կետ, տող առ տող, երբ որ Հայաստանում կլինի հայակենտրոն, հայանպաստ իշխանություն, իսկ դա լինելու է վստահաբար, դնելու են, ասեն, արի նստի, սա եւ այլն։ Եվ Ալիևը վախենում է, անհանգիստ է իրականում, որովհետեւ նա հասկանում է, որ որքան էլ իրենք ճամարտակի են թե եւ Նիկոլը նույնպես ճամարտակի, որ Արցախի խնդիրը փակված է, Արցախի խնդիր գոյություն չունի, դա իրականության հետ բացարձակ աղերս չունի, որովհետեւ արդեն բոլորը հասկացել են, մենք դա վաղուց գիտեինք, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո Արցախի խնդիրը անմիջապես դառնալու է օրակարգային դիվանագիտական հարթության վրա եւ Հայաստանի նոր իշխանությունը վստահաբար քայլ առ քայլ հասնելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերականգնմանը եւ Արցախի կարգավիճակի վերականգնմանը։ Նիկոլ Փաշինյանը երեք հերթական սկանդալային հայտարարություն արեց, նշելով, որ պատերազմը ոչ թե իր օրոք է եղել, այլ ինքն է եղել պատերազմի օրոք։ Առաջին հայացքից իր հերթական աբսուրդային հայտարարությունը, սակայն եթե խորանում ենք, իր մտքերի մեջ, նա կարծես թե նորից ակնարկում է այն, որ իբրև թե պատերազմը անխուսափելի էր եւ ինքը ուղղակի այդ ժամանակ այդ ամենը համընկել է իր կառավարման ժամանակաշրջանում։ Տեսեք, եկեք չփորձենք տրամաբանության դաշտում քննարկել Նիկոլ Փաշինյանի որևէ հայտարարություն, որովհետև երբ որ իրեն ձեռնտու է, ինքը իրեն գժի տեղ է դնում, ինքը դա ասել է։ Այսօր կառավարության նիստում, այո, այսօր կառավարության նիստում ինքը հայտարարեց, որ մենք 7 տարում ոչինչ չենք սովորել, մնացել ենք նույն դասարանում, մնացել ենք զրոյական կետում։ Ես եւ կառավարությունը Եվ ուզում էր մեղքը գցել հերթական անգամ ժողովրդի վրա, որ քանի որ մենք մնացել ենք զրոյական կետում նույն դասարանում, ժողովուրդը նույնպես մնացել է նույն դասարանում։ Ժողովուրդը իրականում մի քանի համալսարան ավարտեց այս 7 տարում, տխուր համալսարաններ, փորձ ձեռք բերեց մեր ժողովուրդը, եւ եթե ինքը մնացել է նույն դասարանում, ժողովուրդը առաջ է նայել եւ ժողովուրդը շուտով իր դասերը կտա։ Ինչ վերաբերում է ձեր նշած այդ ձեր դիտարկմանը անդրադառնալով, ուզում եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանի ստերը այնքան շատ են եւ իր կեղծ հայտարարությունները արդեն այնքան շատ են, որ մենք ելի եմ կրկնում տրամաբանության դաշտում եկեք դա չքննարկենք։ Եկեք դա չքննարկենք տրամաբանության դաշտում եւ մենք ուրիշ անելիք ունենք։ Պետք է միասնական, համախմբված կամ այն ուժը, որ կարող է, պիտի վերջո Նիկոլ Փաշինյանին հրացնել իշխանությունից։ Էս է մեզ մնում։ Թե չէ դներ ասել Նիկոլը սա ասաց, Նիկոլը նա ասաց, Նիկոլը այսպես ասաց, ինչ վերաբերում է պատերազմին։ Տեսեք, պատերազմը բերել է Նիկոլը, դա այլևս ակնհայտ է։ Եթե դու էիր պատերազմի մեջ հայտնվել, ինչու էիր գնացել Շուշիում, Պարում եւ ինչու էիր հայտարարում Արցախը Հայաստան է եւ վերջ։ Պատերազմը բերել է Նիկոլը, որովհետեւ հոկտեմբեր ամսին նրան ասվել է, նրան հորդորվել է եւ Ռուսաստանի կողմից եւ մշտապես մենք ասում ենք մեր հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էդվարդ Շարմազանովը Նիկոլ Փաշինյանի հետ հոկտեմբերի 12-ին կարծեմ թե ամսաթիվը գուցե սխալ եմ չեմ, բայց հոկտեմբեր ամսին հանդիպման ժամանակ ասել է դադարեցրեք պատերազմը եւ նման կոչ նման ահազանգ ընկել է նաեւ Ռուսաստանի կողմից, Պուտինի կողմից։ Պուտինը այդ մասին վերջին օրերին այդ ռիլերը պատտվում են, որ Պուտինը ասում է, որ իրան ասեցի պատերազմը դադարեցրեք։ Ուրեմն ինքը չի դադարեցրել պատերազմը, իր կամակատարները, իր ծաղրացուները 44 օր շարունակ խաբել են հայ ժողովրդին, հաղթելու ենք, հաղթում ենք, ասելով այն պահին, երբ որ Հադրութը այլևս ընկած էր, երբ որ Թուրքը գտնվում էր Ստեփանագերտի մատույցներում, երբ որ Շուշին թշնամաբար հայտնված էր, հիմա էլ այո հեծանիվ է քշում դրա հետ։ Այսինքն դու բերել ես այդ պատերազմը, փաթաթել ես մեր ժողովրդի գլխին, եւ հիմա դու հայտարարում ես, որ դու հայտնվել ես պատերազմի մեջ, այլևս բավ է նրան, մենք թույլ չենք տալու, որ նա ինք իրան գժի տեղ դրած նման հայտարարություններ անի, որտեղ այնքան ակնհայտ է ամեն ինչը, որտեղ ինքը 22 թվականի էլի հոկտեմբերին Պրագայում հայտարարեց Արցախը Ադրբեջանի կազմում։ Դրանից հետո որևէ միջազգային կառույց այլևս ստոպ տվեց ինքն իրեն։ Նույն ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը 30 տարի շարունակ պայքարում էր եւ կողմ էր Հայաստանի հետ ավելի էին իրար հասկանում, քան Ադրբեջանի հետ, այսինքն գնում էր ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը, խաղաղ ճանապարհով Արցախի խնդիրը կարգավորելու սկզբունքը, եւ սրա շուրջ էին բանակցում, սրա շուրջ էր բանակցությունները։ Ու երբ որ Նիկոլը Պրագայում հայտարարեց, որ Արցախը Ադրբեջան է, մարդիկ
շվարեցին, այլևս նույն միջազգային դիվանագիտական կորպուսը այլևս չգիտեր ինչ անի։ Եվ իրենք էլ հիմա ամեն օր հայտարարում են, որ երբ որ ձեր երկրի ղեկավարը հայտարարում է, որ այդ տարածքը Ադրբեջանն է, մենք այլևս ինչ կարող ենք անել։ Այնպես որ պատերազմը բերել է Նիկոլը, իզուր թող լոլոներ չկարդա այս ժողովրդի գլխին, իզուր թող չփորձի չկմեղանալ, այդ բոլոր 5000, 6000, 7000 զոհերի, 10000-ից ավելի հաշմանդամ երիտասարդ մարդկանց մեղքը իր վզին է։ Եռաբլուրը մեծացել է Նիկոլի մեղքով, Արցախը մենք կորցրել ենք Նիկոլի մեղքով, եւ հիմա Հայաստանն ենք կորցնում Նիկոլի մեղքով։ Շուրջ 300 կիլոմետր տարածք սուվերեն, Հայաստանի սուվերեն տարածքից այսօր ադրբեջանական զինվորները եկել ու կանգնել են։ Երբևէ ջերմուկը չի եղել սահման։ Իշխանասարը այսօր սահման է։ Երբևէ Վարդենիսի այդ սոտքը եւ այլն չեն եղել սահման։ Այսօր դա սահման է։ Երբևէ որևէ մեկի մտքով չի անցել, որ Տիգրանաշենը կարող է սահման լինել։ Այսօր դա սահման է։ Այսինքն ինքը բերել է այսպես բանը սեղմել է Հայաստանի պարանոցը, կտրել է Հայաստանի պարանոցը, նեղացրել է եւ հիմա ինչ որ բաներ է ճամարտակում։ Որևէ նորմալ մարդ, որևէ երկրի նորմալ ղեկավար, սա իհարկե Նիկոլին չի վերաբերում, պարզապես ես ուզում եմ արձանագրել։ Նման իրավիճակի, երբ որ բերում հասցնում է իր երկիրը, պիտի մի փամփուշտ ունենար եւ կրակեր ինքը իրեն իր գլխից, որովհետեւ ինքը պատերազմ բերեց, զոհեր բերեց, Արցախը կորցրեց, հիմա Հայաստանն է կորցնում։ Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը հենց այդ քաղաքականությունն է իրականացնում ադրբեջանահաճո եւ թրքահաճո, ինքը դա չի անելու։ Ինքը դա չի անելու եւ մենք ունենք անելիք։ Անկամ Հիտլերը, որ Հիտլերը ուներ արժանապատվություն։ Հա, չեմ էլ ուզում իրեն որևէ մեկի հետ համեմատել, ոչ Հիտլերի, ոչ ասում են Մուսոլինին էլ լրագրող ա եղել եւ այլն։ Չեմ ուզում իրեն համեմատել։ Նիկոլ Փաշինյանը ուղղակի նոնսենս է առհասարակ քաղաքականության, քաղաքագիտության եւ ժողովուրդների պատմության մեջ եւ պատմության մեջ։ Սա ուղղակի չլստված բան է։ Մենք շատ դավաճաններ ենք տեսել։ Մեր ժողովուրդը իր երկարամյա բազմադարյա պատմության ընթացքում բազմաթիվ դավաճաններ է տեսել։ Այնպես չի, որ բոլորը հրեշտակներ են եղել եւ բոլորը հայանպաստ ու հայանպաստ են գործել, բայց Նիկոլ Փաշինյանի նման դավաճան չի տեսել եւ պատմության գրքերում որքան էլ ինքը հիմա փորձում է փոխել հայոց պատմության դասագրքերը, վերաձևակերպել, վերախմբագրել, վաղը մյուսօր այդ ամեն ինչը գալու է դարձի շրջանս յուր եւ իրական պատմության դասագրքերում, հայ ժողովրդի պատմության դասագրքերում թիվ 1 դավաճան, թիվ 1 հայրենադավ, թիվ 1 կապիտուլյանտ նշվելու է Փաշինյան Նիկոլ անուն ազգանունը իր այդ թայֆայի, իր այդ խմբակի հետ միասին։ Այլ միտք չի կարելի ունենալ, այլ իրականություն չկա, էս է իրականությունը։ Տիկին Եսայան, Փաշինյանը վերջերս, երբ որ ելույթ էր ունենում ազգային ժողովում, նա հերթական անգամ իրեն բնորոշ լեքսիկոն օգտագործեց, թիրախավորելով այս անգամ նախկին 3 նախագահներին, եւ տեսեք, նա կարծես թե վերջերս հատկապես դիվոտում է այն հարցից, որ իրեն ընդդիմադիր հատվածը, Հանրապետական կուսակցությունը, Հայ ազգային կոնգրեսը շարունակաբար ասում են հրապարակի 2019 թվականին ինչ են առաջարկել։ Եվ նա խուսափում է դրանից։ Ինչու՞։ Բայց ինչպես հրապարակի, երբ որ ինքը շատ լավ գիտի, որ այն ինչ որ հրապարակի աշխատելու է իր դեմ, որովհետև ինքը Սերժ Սարգսյանից ստացել է Արցախի խնդրի կարգավորման հոյակապ, դիվանագիտական, պրոֆեսիոնալ փաստաթղթային փաթեթ։ Ու եթե ինքը ուրիշ ոչ մի բան էլ չաներ, այդ փաստաթղթային փաթեթը դներ բանակցային սեղանին եւ այդ թեմայով, այդ փաթեթով խոսեր Իլհամ Ալիևի հետ, խնդիրը շատ լավ լուծվելու էր, շատ արագ լուծվելու էր։ Ինքը դա գիտի, դուք կարծում եք ինքը չգիտի այդ փաթեթում ինչեր կան, բայց իր նպատակը եղել է ոչ թե հայանպաստ լուծումը Արցախի խնդրի կարգավորման, այլ Արցախը Ադրբեջանին հանձնելը։ Եվ ես անընդհատ այս մասին ուզում եմ հիշեցնել, ուզում եմ որևէ մեկը չմոռանա Էրդողանի հայտարարությունը, Իլհամ Ալիևի հայտարարությունը, դա իրենք են արել, դա կեղծիք չէ, որ իրենք մասնակցություն են ունեցել 18 թվականի Հայաստանի հեղափոխության գործընթացին։ Այս մարդիկ դա ասել են։ Եվ եթե հիշում եք, երբ որ դիմադրության շարժումը, փրկության շարժումը սկսվեց եւ ժողովուրդը փողոցում էր եւ ընդդիմությունը ակտիվորեն պայքարում էր Նիկոլին հեռացնելու համար, Էրդողանը նույն Ալիևը հայտարարեցին, որ Հայաստանում գլուխ են բարձրացնում ռևանշիստական ուժերը եւ իրենք խանգարելու են եւ թույլ չեն տալու, որ Հայաստանում իշխանության կան ռևանշիստական ուժերը։
ուշադիր լսեք, սա ասում են մեր ճշնամի երկրների ղեկավարները այն պահին, երբ որ մեր երկրի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է եւ ինքը պատրաստական ամեն ինչ տալիս է մեր ճշնամի երկրներին եւ նրան պաշտպանում են մեր ճշնամի երկրները։ Հասկանում եք, սա իսկապես քաղաքագիտության մեջ եւ առհասարակ պատմության մեջ չտեսնված չլսված բան է։ Հիմա երբ որ ինքը ասում է 3 նախագահների մասին, ինքը այնքան փուճուրիկ մարդ է այդ իմաստով, որ որևէ մեր 3 նախագահներից որևէ մեկը նրա հետ գնա բանավեճի, նրա հետ ինչ-որ բան քննարկի, իրեն ընդամենը մնում էր մեկ բան՝ դնել այդ փաստաթղթերը, ինքը դա չի անելու։ Ինքը ստախոս է, հասկանում եք, ինքը խաբեբա է, ինքը սովորական ժուլիկ չի, սովորական փողոցային ժուլիկ չի, ինքը մեծամասշտաբ ստախոս է, որովհետև այդ ստախոսության եւ խաբեության հետևանքով մենք Արցախը կորցրել ենք։ 30 տարվա բանակցված հոյակապ փաստաթղթերը մենք այսօր դրել են, ինքը դրել է մի կողմ եւ Արցախը պատերազմով, հիշում եք, ինչու եք մոռանում, երբ որ ասեց հա ես ինչ անեմ, պատերազմ էր, մենք պատերազմում պարտվել ենք։ Այսինքն ինքը միտումնավոր բերեց այս պատերազմը, ինքը ուղղակի ուզում էր երևի սկուտեղի վրա այսպես կարմիր բանտիկով Արցախը հանձներ, բայց ասեց ինձ կասեն Դավաճան, իր խոսքերն են, չէ, չեմ կեղծում, չէ, ասեց բայց ես որ այդպես անեի, ինձ կասեին Դավաճան։ Նույն վիճակը։ Հա, ու ինձ կասեին դրա համար ինքը բերեց պատերազմը, այդ երեխեքի գլուխը կերավ, հայոց ամենամարտունակ բանակի հերն անիծեց եւ ասեց պատերազմ ա եղել, պարտվել ենք։ Ախր իր ելույթները որ նայում եք, ինքը լրիվ ամեն ինչ ասում անկնում ա տեղը, իր դեմ ցուցմունք տալու կարիք վաղը մյուսօր չի լինելու։ Ինքը կդնելու են իր ելույթները, իր ասածը եւ իր արածը եւ ստացվելու է Նիկոլի ինքնոխոստովանական ցուցմունքները ինքը իր դեմ։ Հասկանում եք, եւ դա լինելու է, ես հույս ունեմ, վստահ եմ, որ դա լինելու է։ Այլ ընտրանքը Հայաստանի կործանումն է, այլ ընտրանքը այն է, որ մենք չենք ունենալու հայոց Հայաստան։ Իսկ այստեղ մենք լուրջ անելիք ունենք իրոք։ Տիկին Եսան, Արցախը ներկա իշխանության օրոք մենք կորցրեցինք, հանձնվեց, Արցախցին ենթարկվեց էթնիկ զտման, հալածանքների Ադրբեջանի կողմից, բայց նույն Արցախցին այս անգամ Հայաստանում է ենթարկվում հալածանքների այս վարչախմբի օրոք։ Եվ հատկապես վերջին հանրահավաքից հետո, որտեղ արցախցիները բարձրացրել էին իրենց բողոքի ձայնը, իրենց իրավունքների իրացման համատեքստում, մենք ֆիքսում ենք, որ ատելության մի նոր քարոզ է գալիս իշխանության եւ նրա սատելիտների կողմից արցախցիների նկատմամբ։ Ձեր կարծիքով վարչախումբը ինչ խնդիր է փորձում սրանով լուծել։ Շատ տխուր հարց եք տալիս Դավիթ ջան, իրականում շատ տխուր, այդ իրականությունը նույնքան տխուր է, որքան Արցախի կորուստը, որովհետև եթե զուտ մենք տարածքային հայրենիք կորցրինք, Արցախցին կորցրեց իր բնորանը, իր տարածքը, իր հայրենիքը, իր երկիրը, որտեղից դարեր շարունակ, արձանագրենք դարեր շարունակ հայը երբեք դուրս չի եկել, որտեղ միայն ապրել են հայեր եւ իրենք են եղել իրենց հողի ու երկրի տերը։ Նիկոլը բերեց նրան, որ հայը ստիպված դուրս եկավ իր ընտանիքը, իր երեխային, իր գենը պահելու համար եւ եկավ Մայր Հայաստան։ Իսկ ինչպես ընդունեց նրան Մայր Հայաստանը։ Ընդունեց խայտարակ վատ, ընդունեց օտարից էլ վատ եւ ընդունեց խորթմոր նման, հասկանում եք։ Հիմա նույնն է շարունակվում, ասում եք ինչ նպատակ ունի, նպատակն այն է, որ Արցախցին արտագաղթի։ Նպատակն այն է, որ չկա մարդ եւ չկա խնդրեմ։ Սա հայտնի ճշմարտություն է կամ հայտնի վատ փիլիսոփայություն է, որը այսօր Նիկոլենք իրենց իշխանությամբ փորձում են անել։ Եվ արցախցիներին դրա համար ստիպում են անձնագրերը փոխել, դրա համար փախստականի կարգավիճակ չեն տալիս, դրա համար այդ խղճուկ 40,000-ներն են նետում, դրա համար որևէ սոցիալական պայման չեն ապահովում արցախցուն ապրելու համար, աշխատանքով չեն ապահովում, դրա համար հայաստանցի Ղարաբաղցի այդ կեղծ թեզը փորձում են նորից այսպես ծամոնի պես ձգել, դրա համար իրենք ատում են արցախցիներին, դրա համար Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը այսօր նույն Նիկոլի մեղքով գտնվում է Բաքվի բանտում եւ խայտարակ դատավարություն է ընթանում, խայտարակ դատավարություն եւ Հայաստանի իշխանություններից որևէ մեկը, որևէ կառույց համահունչ, adekvat պահվածք չի դրսևորում այդ մարդկանց իրավունքները պաշտպանելու համար։ Հակառակը ավելի վատ են արտահայտվում
եւ ավելի դաժան վերաբերմունք ունեն նաեւ այդ մարդկանց նկատմամբ։ Նպատակը նա է, որ տեղի ունենա արտագաղթ, որ չկա Ղարաբաղ, չկա Արցախ, չլինի նաեւ Արցախցի, բայց սա իրենք չեն հաջողելու։ Իսկապես իրենք Արցախցու կողին ծանոթ չեն։ Ես միշտ ասում եմ սա, եւ այդ Արցախցու կողը իսկական հայկական ինքնապաշտպանական բնաստ ունի, որովհետեւ միշտ էլ բոլոր տարիներին ես ականատես եմ եղել, որ Արցախցին շատ ավելի հայ է, քան Մայր Հայաստանում գտնվողներս, որովհետեւ նայեք, մեր գեներալներ, մարշալներ, ծովակալներ, գիտնականներ, կոմպոզիտորներ, մի հատ նայեք այդ ցանկը, բոլորի մեջ Արցախցու արյուն կա։ Հիմնականում արցախցիներ են, եւ այդ դա ուրիշ գեն է, այդ գենը պետքա պահել։ Իսկ սրանք, քանի որ թուրքական շահ են հետապնդում, վախենում են Արցախցու գենից եւ ամեն ինչ անում են Արցախցուն Մայր Հայաստանից հեռացնելու համար։ Բայց հիմա դուք շատ լավ գիտեք, որ այդ մեծ հանրահավաքից հետո արցախցիները շարունակում են իրենց պայքարը եւ չեն դադարեցնում։ Ազատության հրապարակում։ Այսօր նաեւ ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են եւ Հայաստան խմբակցությունը, եւ Պատիվ ունեմ խմբակցությունից, եւ հանրապետական կուսակցության մեր ընկերները հանդիպել են արցախցիներին, զրուցել են, լսել են նրանց եւ ես կարծում եմ, որ եթե մենք Արցախցուն այն ժամանակ այսպես ձևակերպեմ մենակ թողեցինք եւ այդ տեղահանությունը տեղի ունեցավ, մենք այսօր իրավունք չունենք Արցախցուն այսօր նույնպես մենակ թողնելու։ Մենք Մայր Հայաստանի մարդիկս պիտի կանգնենք արցախցիների կողքին, որովհետեւ միայն միասնական մենք կարող ենք այս թնջուկը լուծել, այս խնդիրը լուծել, այս ազգադավներից, այս կրկնակապիտուլյանտներից երկիրը ազատագրել։ Անդրադառնանք ներքաղաքական իրադարձություններին։ Մենք տեսնում ենք, որ վարչախմբի եւ նրա պարագլխի վարկանիշը օրորի անկում է ապրում, դա են վկայում բազմաթիվ սոցհարցումներ, դա են վկայում բազմաթիվ բողոքի ակցիաներ, որոնք վերջին շրջանում տեղի են ունենում Երևանում, մարզերում, ընդ որում տարբեր թեմաներով, սկսած նույն արցախցիների իրավունքների պաշտպանությունից, գերիների վերաբերյալ քայլերի պահանջներից, մինչև սոցիալական հարցեր, տրանսպորտ եւ այլն։ Բայց մենք նաեւ տեսնում ենք, որ անդիմադիր դաշտում համերաշխություն ըստ էության այս բանին չկա, եւ ավելին մենք ֆիքսում ենք, որ հայտնի շրջանակները շարունակում են քարոզչական գրողները հանրապետական կուսակցության եւ երրորդ նախագահի ուղղությամբ, մեղադրելով Նիկոլին բերելու եւ նմանատիպ կեղծ թեզերի մեջ։ Լավ է, որ այս խնդրին անդրադարձակ, նախ Նիկոլին բերելու մասով ես գրեթե անձնական վիրավորանք եմ համարում այդ մեղադրանքը, անձամբ ինձ ուղված անձնական մեղադրանք, որովհետև ես այն մարդկանցից եմ, այն 55 պատգամավորներից եմ, որ անցել են այդ թողուբոհով, այդ դժոխքի միջով։ Մենք տեսել ենք, թե ինչ էր կատարվում փողոցներում, մենք տեսել ենք, թե ինչպես էին մեզ պարտադրում Նիկոլ ընտրել, մենք տեսել ենք, թե ինչպես մայիսի 1-ի մեր ելույթները 29 հանրապետականը ելույթ ունեցել, 29-ից յուրաքանչյուրս հորդորել ենք, խնդրել ենք, աղաչել ենք, բացատրել ենք եւ Արցախի խնդրի հետ կապված, եւ ներքաղաքական, եւ աշխարհաքաղաքական, եւ Նիկոլի դիմագիծը բացահայտելով, ասել ենք ժողովուրդ ջան, իրանից վարչապետ դուրս չի գա, մի ընտրեք։ Այդ օրերին ես անթիվ անհամար հարցազրույցներ եմ տվել նույն Ազատություն ռադիոկայանին, նույն տարբեր միջազգային կառույցների եւ ասել եմ, որ Նիկոլից վարչապետ չի կարող լինել։ Ժողովուրդ ուզում եք իրավիճակ փոխել, փոխեք, բայց ընտրեք այլ թեկնածու, այլ վարչապետ, Նիկոլը երկիրը կտանի կործանման։ Այդ ժամանակ մեզ սուլում էին, այդ ժամանակ մեզ խփում էին քարերով, այդ ժամանակ մեզ հայոյում էին, այդ ժամանակ մեր տների առաջ դագաղներ էին բերում։ Այդ ժամանակ մարդիկ ընկած էյֆորիայի, ինչ-որ հոգեխանգարմունքի մեջ տրամաբանական խոսքը եւ փաստարկված խոսքը չէին ուզում ընկալել։ Եվ ելի եմ կրկնում, բոլոր այն մարդիկ, որ մինչև այսօր 7 տարի հետո պնդում են, որ Նիկոլին մենք ենք բերել, որ Սերժ Սարգսյանն է բերել, Մարգարիտ Եսյանն է բերել, հանրապետական կուսակցությունն է բերել, դա ես համարում եմ անձնական վիրավորանք ուղղված ինձ
եւ մերժում եմ դա, որովհետեւ Նիկոլին բերել են մարդիկ, որ միամտաբար խաբվել են, որ միամտաբար հավատալով Նիկոլի կեղծ խոստումներին, նաեւ որոշակի արտաքին ուժերի հզոր ազդեցության գնացել կանգնել են հրապարակում եւ մտածել են, որ երկնքից մանանա է իջել Նիկոլի տեսքով, այդ մարդիկ են բերել եւ ցավոք սրտի կամ բարեբախտաբար այդ մարդիկ այսօր իրականում բարեբախտաբար խելքի են եկել եւ այդ մարդիկ այսօր իրենք են մերժում Նիկոլին իսկ ձեր նշած այդ ուժերը որ հիմա նորից այդ թեման այսպես ձգում են, շահարկում են, բերում են հրապարակ, այդ ուժերը շատ ավելի վատ բան են անում, գիտեք, որովհետև եթե իրոք իրենց անկեղծ նպատակն է Նիկոլին իշխանությունից հեռացնելը, իրենք Նիկոլի ասեղը չպիտի թելեն, իսկ այդպես խոսելով իրենք թելում են Նիկոլի ասեղը։ Այդպես խոսելով իրենք Նիկոլի ջրաղացին ջուր են լցնում, որովհետև ինքն էլ նստած, ինքն իրանով ուրախանում, ասում է, այս բան չունեմ անելու։ Սրանք երկու ուժեր հզոր ուժեր ընդ որում իրար ուտում են, իրար հասցեի ինչ ասես ասում են, ժողովուրդն էլ նայում է։ Բոլոր այն մարդիկ, ես կարծեմ էլի ձեր տաղավարում եմ ասել այս միտքը, հիմա պիտի կրկնեմ, բոլոր այն մարդիկ, այն քաղաքական ուժերը, նախկին, ներկա, չգիտեմ, պաշտոն ունեցած կամ չունեցած, որոնք այսօր Նիկոլին թողած հարձակվում են Սերժ Սարգսյան եւ Հանրապետական կուսակցության վրա, իրենք զբաղվում են նիկոլիզմով։ Իրենք Նիկոլի ջրաղացին ջուր են լցնում, որովհետև կարող եք ասել ինչու են բա հենց հարձակվում Սերժ Սարգսյանի եւ Հանրապետականի վրա, որովհետև տպավորություն է, որ 7 տարի անց նորից Սերժ են մերժում։ Նորից Սերժ են մերժում, երբ որ պիտի Նիկոլ մերժեն, չէ՞։ Այո, որտեղ իրենք շատ լավ հասկանում են։ Այն ժամանակ էլ հրապարակում էին նույն դեմքերը, ովքեր հիմա մեղադրանքներ են հղում, միանշանակ հրապարակում կանգնած էին։ Չէ, երբ որ մենք սա ասում ենք, իրենք ասում են, մենք չէինք մեր ազգականներ, մեր չգիտեմ հերու եզանգեղից չգիտեմ ով էր եւ այլն, այդուհանդերձ այդ մարդիկ շատ լավ հասկանում են կամ իրենց տերերը, ովքեր հրահանգում են այդ մարդկանց նման հայտարարություններ անելու, շատ լավ հասկանում են, որ եթե այսօր Հայաստանի Հանրապետությունում կամ մեկ քաղաքական ուժ, իրական քաղաքական գաղափարական ուժ, որը անկեղծորեն կենաց մահու պատրաստ է կռիվ մղել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար եւ պատրաստ է կանգնել առաջնագծում մինչեւ վերջ, մինչեւ այդ նպատակի իրականացումը, դա Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է եւ դա Սերժ Սարգսյանն է։ Դրա համար իրանք հասկանում են, որ թույլ են իրենք, թուլիկ են։ Իրենք դա չեն կարող անել եւ չեն հասկանում, որ փոխանակ կանգնեն, ասեն միասին դա անենք։ Իրենց թվում է մեզ քարկոծելով իրենք ուժեղանում են։ Հայտնի խոսք կա, ինքը ծեծված խոսք է, բայց այս դեպքում շատ տիպական է։ Երբ որ դու ին վրա ցեխ ես շպրտում, այդ ցեխը ինձ չի կպնում, ին վրայից ընկնում է, բայց քո ձեռքը ցեխոտ է մնում։ Հասկանում ես։ Հիմա իրենք հենց դրանով են զբաղված ցավոք սրտի։ Ես հույս ունեմ, որ խելքի կգան, ես հույս ունեմ, որ իրենք կհասկանան, որ իրենք վնասում են իրենց։ Եվ եթե այսպես անելով իրենք մտածում են, որ վաղը մյուսօր արտահերթ կամ հերթական ընտրություններով կամ փողոցային պայքարով կամ իմպիչմենտով, որտեղ տարբերակները դրանք են, ուրիշ այլ տարբերակ չկա, իրենք կարող են հանկարծ իշխանության գալ եւ իշխանություն ունենալ, չարաչար սխալվում են, իրենք կեղտոտվելու են, մեղք են, ափսոս են ուղակի։ Թող չանեն այդ բաները, որովհետեւ մեզ չի կպնում այդ կեղտը, հասկանում եք, մենք հակադարձում ենք։ Եթե դուք նկատել եք, այս ամբողջ պայքարի ընթացքում մենք որևէ մեկին որևէ թթուխոսք չենք ասել։ Մենք հակադարձել ենք իրենց ասած սխալներին, ստերին։ Այդ հարձակումներին ենք ընդամենը հակադարձում։ Եվ դա էլ իրանց դուր չի գալիս։ Իրենց թվում է իրենք հարձակվելու են, մենք խելոք նստելու ենք, ոչ։ Եթե դուք հարձակվում եք, դուք պատասխանը վստահաբար ստանալու եք։ Երրորդ նախագահի եւ հանրապետականի վրա քարոզչական առումով հարձակում են մեկ իշխանությունը, մեկ իրենք։ Այն որ դուք ասացիք։ Եզրակացությունները։ Դուք ասացիք, այսինքն դա ժողովուրդն էլ է տեսնում, հասկանում եք։ Ես բազմաթիվ նամակներ եմ ստանում սոցիալական ցանցերում, այնպես զանգեր, ինձ ճանաչողները եւ նաեւ չճանաչողները։ Ասում են ախր էս ինչ են անում, ինչ են ուզում ձեզնից։ 8 տարի առաջ լավ 18 թվին ձեզ մերժեցին։ Այս ընթացքում հասկացան, որ շարունակում են մերժել։ Այո, ինչու, որտեվ իրենք հասկանում են, որ այստեղ ուժ կա։ Իրենք հասկանում են, որ այս ուժի նպատակը խաղեր տալը չէ, ոչ միջազգային։ Միգուցե նպատակը իշխանապահությունը չէ։ Հնարավոր է, որովհետև չեմ ուզում շատ փակագծեր բացել, այդ մասին եւ դուք գիտեք եւ շատ իմացողներ գիտեն, թե այսօր մեր վրա հարձակումների այդ խոսափողները կամ խոսափողների հետևում կանգնած անձինք ինչպիսի հաշիվների մեջ են, ինչպիսի պայմանավորվածությունների մեջ են, առանց փակագծեր բացելու։ Ես չեմ ուզում դա ասել, հականե, հանվանե, հասկանում եք, բայց դա կա։ Եվ եթե դուք գիտեք, իրենք իսկ իրենք տեսնում են։ Մարդիկ էլ իրենք շատ լավ գիտեն, որ մենք
մեկ նպատակ ունենք, այդ մասին նաև հայտարարվել է եւ կուսակցության համագումարում, եւ խորհրդի նիստերում, եւ գործադիր մամնի տարբեր հայտարարություններով մեր նպատակը Նիկոլին իշխանությունից Երրորդ նախագահը հեռացնելն է։ բազմիցս ասել է, որ ինքը իշխանության չի ձգտում։ Հա, ինքը իշխանության չի ձգտում, բայց կներեք, նույնիսկ հոգևոր մակարդակում մարդիկ ստում են։ Ասում են, որ ասել է կամ ես կամ Նիկոլը, երբ որ նման բան առհասարակ չի ասվել։ Երբ որ Ասվել է նման հակառակը։ բան չի ասվել, ասվել է հակառակը։ Հիմա ես կանգնեմ ինչ ասեմ, ես չեմ ուզում որպես հայ քրիստոնյա հակադարձեմ եւ բաներ ասեմ մեր հոգևոր մարմիններին կամ այդ մարմինները ներկայացնող անձանց, բայց ես մի քիչ Աստվածաշունչ կարդացել եմ, մի քիչ քրիստոնեություն գիտեմ, ես եկեղեցի եմ գնում, ես գիտեմ, որ հոգևոր հայրերի համար իր բոլոր զավակները պիտի հավասար լինեն։ Եվ հոգևոր հայրերը դա Աստծո պատգամն է։ Աստծո համար իր բոլոր զավակները հավասար են։ Իսկ հոգևոր ավելի բարձր, այդպես ռանգի մարդկանց համար նույնպես չի Աստծուպես պիտի վարվեն։ Իրենց բոլոր զավակների հավատացյալ ժողովրդի համար բոլորը պիտի իրենց համար հավասար լինեն, բայց այդպես է արդյոք։ Հիմա նայեք, այդպես է արդյոք, երբ որ դու մեկին այպանում ես, մյուսին գովում ես, երբ որ մեկի մասին կեղծ բաներ ես ասում, սուտ բաներ ես ասում, մյուսին ինչ որ էլի սուտ բաներ ես ասում գովելով, ես որպես քրիստոնյա սկսում եմ մտածել։ Եվ այդ մտքերը ինձ լավ տեղ չեն տանում, անկեղծ ասած։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Մարգարիտ Եսայանը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը։ Բաժանորդագրվեք Անտիֆեկ YouTube-յան ալիքին, կհանդիպենք։